Իսրայելական արկերը մարտի լույս 18-ի գիշերը անձրևի պես թափվել են Գազայի գլխին, տեղի բնակչությունը համեմատաբար երկար հրադադարից հետո հանկարծակիի է եկել։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնում է շարունակել մարտերն այնքան ժամանակ, քանի դեռ պատանդները տուն չեն վերադարձել, իսկ Իսրայելը չի հասել իր բոլոր նպատակներին։ Առնվազն 404 մարդ, այդ թվում երեխաներ, զոհվել են Իսրայելի ավիահարվածներից։ Գազայի առողջապահության նախարարությունը նախազգուշացնում է զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փլատակներում դեռ բազմաթիվ մարդիկ կան։ Հիվանդանոցներում տեղ ու դադար չկա, երկրի բուժհաստատություններն աշխատում են արտակարգ ռեժիմով վտանգի ուղիղ սպառնալիքի տակ։ Իսրայելի օդային հարվածները կենտրոնանում են հիմնականում խիտ բնակեցված տարածքների վրա, որտեղ մարդիկ սովորաբար պատսպարվում են։ Զոհերի թվում են Համասի 5 առաջնորդ և պատասխանատու, այդ թվում Գազայի ներքին գործերի փոխնախարարը և շարժման ներքին անվտանգության ծառայության գլխավոր տնօրենը։ Իսրայելական ուժերի, մեր երկրի ներքին գործերի նախարարության ղեկավարների և պաշտոնյաների թիրախավորումը չի խանգարի մեզ կատարել մեր պարտականությունը և ծառայել մեր ժողովրդին։ Կոչ ենք անում Գազայի հատվածի բոլոր քաղաքացիներին շտապ արյուն հանձնել, ամբողջ երկրում բոլոր տեսակի բժշկական պարագաների խիստ պակաս կա։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաստատել է, ինքն է հրամայել վերսկսել օդային հարվածները։ Իսլամական դիմադրության շարժումը, նույն ինքը Համասը, Նեթանյահուին լիովին պատասխանատու է համարել Գազայի վրա հարձակման հետևանքների համար։ Շարժումը միջնորդներին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Նեթանյահուին և իսրայելական ուժերին հրադադարի համաձայնագիրը խախտելու համար։ Արաբական լիգայի և Իսլամական գործակցության կազմակերպությանն ուղղված կոչեր են հնչել, որպեսզի աջակցեն և ճեղքեն Գազայի պաշարումը։ Կոչ ենք անում Արևմտյան ափի Պաղեստինցի ժողովրդին մոբիլիզացվել և ոտքի կանգնել ի պատասխան Գազայի հարվածի դեմ Իսրայելի պատերազմի վերսկսման։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածել է տասնյակ թիրախների, ասել է, որ հարվածները կշարունակվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է և կտարածվեն օդային հարվածներից դուրս, ինչը մեծացնում է հավանականությունը, որ իսրայելական ցամաքային զորքերը կարող են վերսկսել մարտերը։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Գազայում Իսրայելի իրականացված հարձակումների նոր փուլը, Միացյալ Նահանգների վարչակազմին մեղադրելով Գազայում շարունակվող ցեղասպանության և էթնիկ զտումների համար։ Իռլանդիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ավստրալիան, Բելգիան կողմերին կոչ են արել դադարեցնել կրակը և վերսկսել բանակցությունները։ Միջազգային արձագանքների ֆոնին Համասը հայտարարել է, Իսրայելը դավաճանական հարված է հասցրել պաշարված և անպաշտպան խաղաղ բնակիչներին։ Աննա Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։